Վանաձորցի 59-ամյա Վալենտին Բաբայանը 80-ական թվականների ջարդերի ժամանակ Կիրովաբադից գաղթել է Ռուսաստանի Դաշնություն։ Մի որոշակի ժամանակ այնտեղ բնակվելուց հետո Վալենտինը մոր հետ տեղափոխվել է Հայաստան։ 2 տարի բնակվել են Երևանի բարեկամի տանը, որից հետո 2008 թվականին եկել են Վանաձոր։ Այժմ Վալենտինը բնակվում է Ուկրշինի տարածքում տեղադրված վագոն տնակում, մոր մահից հետո ապրում է միայնակ։ Վալենտին Բաբայանը գտնվում է ֆինանսական ծայրահեղ ծանր վիճակում, առողջական խնդիրներ ևս վերջինի մոտ առկա են։ Այժմ Վալենտինին ուժերի ներածին չափով օգնում է զարմուհին։ Էս հիմա Ստելլայից եմ պարտվելում ուժը քանի հազար դրամը պարտկեմ, ես ինչքան գլուխս պատերը ընտան աշխատանք չարեմ, ախի չի կարելի։ Ես միջով եմ Ստալին ասեմ 1000 դրամ տո հաց առնեմ։ Վալենտին Բաբայանը դժգոհում է միայն աշխատանք չունենալուց, ասում է իրեն ոչ միտեղ աշխատանքի չեն ընդունում։ Я художник, дизайнер. Эта работа, говорит, у нас нету. Դեռ Երևանում բնակվելու ժամանակ Վալենտին Բաբայանը իր եւ մոր կարիքները հոգալու համար վաճառել է սեփական ձեռքերով պատրաստված իրերը, իսկ վերջին մի քանի գործերը պահում է որպես նմուշ անձնական արխիվի համար։ Վալենտին Բաբայանը թեև ունի առողջական խնդիրներ, սակայն վստահեցնում է, որ կարող է կատարել նաեւ էլեկտրաերակցողի աշխատանք, մնում է աշխատանք գտնի եւ սպասում է աջակցության։ Միք հեռուստաընկերություն լուրեր։